Ես Լուսիկ Արահակոբյանն եմ, Վիտամեդ բժշկական կենտրոնի մաշկաբան, կոսմետոլոգ, տրիխոլոգ։ Այսօր կխոսեմ մազաթափության մասին։ Մազաթափությունը ամենահաճախ հանդիպող խնդիրներից է, բայց պետք է հասկանալ, երբ է մազաթափությունը նորմայի սահմաններում եւ երբ պետք է դիմել մասնագետի։ Բուժառուներից շատերը դիմում են խուճապի մեջ լիովին վերականգնվող մազաթափության դեպքում, իսկ շատերն էլ ամիսներով հետաձգում են իրական խնդիրը։ Եկեք հասկանանք, երբ է մազաթափությունը նորմայի մեջ։ Օրվա մեջ 50-ից 100 մազ կորցնելը համարվում է նորմա։ Երբեմն դա շատանում է, օրինակ, ստրեսից, հիվանդություններից, ծննդաբերությունից հետո կամ սեզոնային մազաթափության դեպքում։ Բոլոր այս դեպքերում մազերը ինքնուրույն վերականգնվում են, բայց կան նշաններ, որ պետք չէ անտեսել։ Եթե նկատում եք մազերի նոսրացում, բաժանման հատվածի լայնացում, օջախներով մազաթափություն կամ ամիսներով մազաթափություն, որը չի դադարում, այս դեպքերում պետք է դիմել մասնագետի։ Շատերս, երբ նկատում ենք մազաթափություն, պատճառը հասկանալու փոխարեն օգտագործում ենք մի շարք վիտամիններ, յուղեր, շամպունյներ կամ լսում ենք խորհուրդների սոցիալական ցանցերից։ Մի փոքր մանրամասնեմ, ինչու է սա սխալ։ Վիտամինները պետք է ընդունել, եթե կան դեֆիցիտներ, համապատասխան չափաբաժնով։ Մազաթափության դեպքում ամենահաճախ օգտագործվող վիտամինը դա բիոտինն է։ Իսկ բիոտինը, ցավոք, մազաթափության դեպքում ոչ մի կերպ չի օգնում։ Կօգնի, եթե լինի բիոտինի դեֆիցիտ, որը մարդկանց մոտ հազվադեպ է հանդիպում։ Յուղերը մազերին կհաղորդեն փայլ, բայց արմատին չեն հասնում։ Իսկ շամպունյները նախատեսված են գլխամաշկը մաքրելու համար։ Իրենք չեն կարող բուժել ներքին խնդիրներ։ Ամենակարևոր քայլը մազաթափության դեպքում ճիշտ ախտորոշումն է։ Պետք է հասկանալ մազաթափության տեսակը եւ պատճառը, իսկ այս հարցում մեզ օգնում է տրիխոսկոպիան, որը հետազոտություն է գլխամաշկի եւ մազարմատների։ Երբեմն նշանակվում են նաեւ այլ հետազոտություններ, որպեսզի պարզենք կան արդյոք ներքին խնդիրներ։ Մազաթափության տեսակը եւ պատճառը պարզելուց հետո նշանակվում է համապատասխան բուժում, իսկ բուժումը կարող է լինել դեֆիցիտների լրացում, դեղորայքային բուժում կամ ներարկումային պլազմոթերապիա, մեզոթերապիա։ Շատ կարեւոր է հասկանալ, որ ներարկումային բուժումը բոլորի համար չէ, իսկ տարբեր տեսակի մազաթափություններ ունեն տարբեր բուժումներ։ Ամեն ինչ շատ անհատական է։ Մազաթափությունը շատ դեպքերում բուժելի է։ Ուղղակի պետք է փորձարկումներ անելու փոխարեն ճիշտ ժամանակին դիմել մասնագետի։ Հիշեք, վաղ բուժումը շատ ավելի արդյունավետ է։